Կանադայի հյուսիսում Սասկաչևանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն 4000 մարդ է արդեն լքել իր տունը։ Տարհանվածներին հիմնականում տեղափոխում են Սասկատուն եւ այլ խոշոր քաղաքներ, որտեղ նրանք ժամանակավոր ապաստարան են գտնում հյուրանոցներում։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Global News-ի տվյալներով հրդեհների հետևանքով Մանիտոբա նահանգում կարող է տարհանվել մինչեւ 5000 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել մասնակցել եռակողմ հանդիպման Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների անցկացման վայր առաջարկելով Վատիկանը, Շվեյցարիան եւ այլ չեզոք-հարթակներ։ Միաժամանակ Մոսկվան Կիևին առաջարկել է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը կորոշի իր հետագա մարտավարությունը, նշելով, որ ամեն ինչ կախված կլինի ռուսական կողմի պահվածքից։ Թրամփը նաև քննադատել է վերջին հարձակումները Ուկրաինայի խաղաղ քաղաքների վրա, նշելով, որ ռուսական կողմը խաղում է կրակի հետ եւ հասկանալի չէ, թե ինչ է ուզում Պուտինը՝ խաղաղություն թե պատերազմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել սկսել բարի կամքի վրա հիմնված կառուցողական երկխոսություն Ուկրաինայի հետ։ Ռուբիոն նաև ողջունել է 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակումը։ Լավրովը հաստատել է, որ Մոսկվան Կիևին հրավիրել է հունիսի 2-ին Ստամբուլ բանակցությունները շարունակելու։ Նա նշել է նաև, որ խաղաղության հուշագիրը կներկայացնի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Իրկուտսկի մարզի Բայկալսկ քաղաքում մայիսի 28-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հայտարարվել է երրորդյա սուգ։ Տեղական իշխանությունների տեղեկացմամբ 17-ամյա պատանին ծննդյան տարեդարձի ժամանակ դանակով հարձակվել է երեկույթի մասնակիցների վրա, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, եւս 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Քննության նախնական տվյալներով հարձակվողը հարձակման նախօրեին անձնական կոնֆլիկտ է ունեցել սիրած աղջկա հետ, որից ստացել է մերժում։ Դեպքից հետո նա բացել է գազը, հրկիզել տունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Նա եւս զոհվել է։ Իրկուտսկի մարզի ղեկավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Համասի առաջնորդ Մոհամմադ Սինվարի սպանությունը, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Սաուդյան Ալ-Հադաթ հեռուստաալիքի տվյալներով Սինվարի մարմինը հայտնաբերվել է Գազայի հարավում, Խան Յունիսի թունելներից մեկում։ Հարվածի հետևանքով սպանվել են նաև նրա 10 օգնականները։ Սինվարը Համասի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն էր։ Վերջինս համարվում էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների գլխավոր կազմակերպիչներից եւ սպանվել էր անցած աշնանը։ Հարավային Կորեայի Պահանգ քաղաքում սարի վրա վթարի է ենթարկվել ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռը։ Յոնհապ գործակալության տեղեկություններով ինքնաթիռում եղել է 4 անձ, որոնցից 3-ը զոհվել են։ Ռազմածովային ուժերը ստեղծել են քնչական ստորաբաժանում վթարի մանրամասները պարզելու համար։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:52-ին։